Был вопрос, да? Հարց կար, չէ՞։ Հա, Խոսրով հարցը, որ ինչի է հեղինակը այստեղ օգտագործում, հա։ Ա, Լիանա ջան, հայտ է ուզում հարցնել, ինչի համար է հեղինակը խոսք բառը օգտագործում։ Դե հա, դասախոսը հիմա կարա ասի, դա հեղինակն է որոշել, բայց ոնց դատաստանի մասին է էլի խոսում։ Չէ, սուրը հետոյա չէ գալու իր հենց հետևից, եթե չհավատան։ Բայց տեսակ ոնց որ հեղինակը բարձ չխոսա։ Вот здесь вот вопрос такой, что почему автор здесь использует слово Богу. Конечно, вы можете сказать, надо ему спросить, он так захотел, но мне кажется, что есть некая неясность, потому что, говоря про слово Божье, это слово, этот меч достигнет тем, кто будет непослушание, не поверит, и это речь здесь идет о суде, да? Мгм. Да. Меч достигнет вот во время суда. А, Ну, Бог будет использовать свое слово для осуждения неверующих. Աստված կօգտագործի իր խոսքը անհավատներին դատելու համար։ Այսինքն, էսի նման է, այն, որ Հիսուսը ասում է իմ խոսքը կդատի նրանց։ Ոնց Можно, можно сказать, что вот этот отрывок похож на то, когда Иисус говорит, мое слово, само слово будет осудить их. Да, параллельный текст, я думаю. Զուգահեռ տեքստ է, դա, սրա հետ։ Ну, тоже мы видим, что автор говорит Слово Божье, но в 13 стихе мы видим, речь идет о Боге. Այստեղ հեղինակը ասում է Աստծո խոսքը, բայց 13-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ խոսքը գնում էր Աստծո մասին։ Рене Паш написал книгу о доктрине Писания, и в этой книге он проводит такую параллель между характеристиками записанного слова и живого слова Иисуса Христа. Ռենե Պաշը մի գիրք է գրել, գրվածքի դոկտրինան կամ վարդապետությունը, եւ ինքը այստեղ համեմատություններ է անում, հատկանիշները համեմատում է գրված խոսքի եւ Քրիստոսի ասած բանավոր արտասանած խոսքերի միջև։ Այդ հատկանիշներն է համեմատում։ И интересно, что есть много параллелей между тем, кем является Христос и его характер, с характером и функцией Божьего Слова. Եվ շատ զուգահեռներ կա այն ամենի, թե Քրիստոսը բնույթով, իր բնավորությամբ, էությունով ինչպիսին է, եւ թե ինչպիսին է Աստծո խոսքը։ Այդ հատկանիշների մեջ բազմաթիվ զուգահեռներ կան։ Я думаю, это и так нам понятно, поскольку Слово Божие, оно происходит и вытекает, дано от Господа. Եվ դա մեզ այնպես էլ արդեն հասկանալի է, որովհետև Աստծո խոսքը բխում է եւ գալիս է հենց նրանից, Աստծո ներսից։ И поэтому сейчас, например, когда ловят каких-то преступников и просят их признать свою вину, Հիմա երբ որ ինչ որ հանցագործների բռնում են եւ նրանց ասում, որ իրենք խոստովանեն իրենց հանցանքը, то иногда человек говорит, я не виновен. հայտ մարդը ասում է, ես մեղավոր չեմ, ես И հանցավոր չեմ, люди пытаются доказать его вину.
Եվ մարդիկ փորձում են ապացուցել նրա հանցանքը, И они говорят, ну, давай пройди тест на полиграфе. հետո ասում են հիմա այս պոլիգրաֆի վրայով դու տեստ կանցնես, И некоторые преступники проходят полиграф, и эта система ничего не выдает. եւ կան հանցագործներ, որոնք այդ տեստը, այդ պոլիգրաֆով անցկացվող տեսքը կարողանում են լավել անցնել դրանով ու ոնց որ հանցանքը չի բացվում։ Այսինքն դա այդքան էլ հուսալի միջոց չի։ Но то, что мы находим здесь в тексте от Божьего Слова, нельзя скрыться. Բայց այս մեր տեքստում մենք ինչ ենք տեսնում, որ Աստծո խոսքից դու չես կարող թաքնվել։ Нельзя пройти вот этот полиграф. Այս տեսակի այս պոլիգրաֆը մենք չենք կարող անցնել ու հետևանք չլինի։ Поэтому оно способно проникнуть в саму середину, добиться сути. Որովհետև այդ խոսքը ունակ է ամբողջ ամեն ինչով անցնել եւ հասնել բուն էությանը խնդրի։ И если человек в церкви может обмануть людей, но не Бога, Ոստի մարդը եթե կարողանում է եկեղեցում լինելով մարդկանց խաբել, կկարողանա նրանց խաբել, բայց ոչ Աստծուն։ и поэтому, чтобы показать, насколько тщательно Слово Божие может разбираться, мы видим сравнение душа и дух, составы и мозги. Ոստի որպեսզի տեսնենք թե ինչ խորը եւ ինչ մանրամասնությամբ կարող է Աստծո խոսքը իր գործը անել, համեմատությունները դրա համար ասվում շնչի եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանումը համեմատվում է մանրամասնությամբ Ну, душа и եւ дух, խորությունը։ речь идет скажем так, духовной сфере. Составы и мозги это больше касается, когда разделывают жертвенное животное, то нужно ножом отделять там эти хрящики от костей. Но это не так легко делать, если у тебя нож тупой. В духовном смысле Не, сказали. ну, автор, он приводит иллюстрацию Ага. слова, но примеры он берет как и в духовном смысле, так и из физического мира. Ահա, այս օրինակը բերելով հեղինակը թե հոգևոր ոլորտում, թե նաև ֆիզիկապես ցույց է տալիս դրա բարդությունը։ Երբ որ ասում ասենք շնչի եւ հոգու, այդ հոգևոր ոլորտը, հետո որ ասում է հոդերը եւ ողնածուծը, այստեղ ֆիզիկականում նույնպես, երբ որ զոհաբերություն էին անում, զոհաբերության ժամանակ այդ կրճիկները, այդ հոդերը, ողնածուծը, դրանք իրարից բաժանելը ֆիզիկապես էլ դժվար էր։ И, следовательно, обычно это сделать очень трудно, но Божье Слово способно в этом смысле. Այսինքն իմաստը այն է, որ սովորաբար նման բան անելը շատ դժվար բան է, բայց Աստծո խոսքը վիճակի է դա անելու։ Միտքը սա է։ Поэтому идея, что Слово Божие исследует те глубины, которые не подвластны ни одному простому смертному. Այսինքն Աստծո խոսքը կարող է թափանցել, գնալ հասնել այնպիսի խորությունների մեջ, որտեղ ոչ մի ուրիշ մարդ, ոչ մի արարած չի կարող թափանցել։ Поэтому Слово Божие живо, оно действенное, оно острое, оно проникает, и пятое, оно судит. Աստծո խոսքը ուստի կենդանի է, գործուն է, ազդեցիկ է, այն շատ սուր է, այն գործում է, թափանցում է, իր նպատակին հասնում է։ Слово Божие это не полицейский, который остановил тебя на дороге за нарушение, и ты ему даешь права, а там
денежка лежит. Может, как-то решим этот вопрос? Աստծո խոսքը մի ոստիկանի նման չի, որ երբ որ մեքենավ խախտում ես արել, հետո այդ վարորդական իրավունքդ հետ միասին գումար ես դնում, ոստիկանին առաջարկում ես, ասում ես, այս հարցերը լուծենք, վերջացնենք։ Может, как-то сделаем вид, что этого не было? Так получится. Դե ձև տանք, որ այսպիսի բան չէր եղել, բայց չի ստացվի։ Нельзя подкупить слово. Աստծո խոսքին դու չես կարող կաշառել։ И оно судит о мыслях, Եվ նա դատում է բոլոր թե մտքերը, մտորումները, то, что мы думаем внутри, что скрыто от других людей, наши желания тайные. այստեղ մեր խոկումները, խորհուրդները, մեր ներսում ինչ մտքեր ունենք, որ ուրիշներից թաքցնում ենք կամ ինչ որ գաղտնի թաքուն ցանկություններ կան մեր մեջ։ И также Бог видит наши размышления. Աստված տեսնում է նաև մեր այս խորհուրդները, խոկումները։ В Иеремии 17 глава 9 стих Бог говорит: «Лукаво сердце человеческое и крайне испорчено, и кто узнает его?» 17-ի Երեմիայի 17:9-ում Երեմիան ասում է Աստծո Երեմիան ասում է մարդու սիրտը չար է եւ նրա խորհուրդները ով կարող է իմանալ։ И ответ на этот вопрос в 10 стихе находится. Եվ դրա պատասխանը գտնվում է 10-րդ խոսքում. «Я Господь, который проникает в сердце». Ես եմ Տերը, ով թափանցում է սրտերը։ Поэтому в результате такого действия слова в 13 стихе мы видим последствия. Ոստի 13-րդ խոսքում խոսքի այդ հետևանքները դրա գործը մենք տեսնում ենք։ Нет твари или творения сокровенное от него. Չա որևէ արարած, որևէ մեկը, որ թաքնված լինի նրանից։ Поэтому грешный человек, он никак не может спрятаться от Бога. Ոստի մեղավոր մարդը ոչ մի ձևով չի կարող թաքնվել Աստծուց։ Ну, Адам с Евой, они, наверное, после грехопадения попытались играть в прятки, но Бог их нашел. Ադամն ու Եվան մեղանչումից հետո կարծես փորձեցին Աստծո հետ պահկվոցի խաղալ, բայց միևնույն է Աստված նրանց գտավ։ Поэтому, если мы приходим к Богу и говорим, что мы согрешили, Богу не нужно рассказывать, Он уже это все Ոստի видел. երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ եւ փորձում ենք նրան այդ ամեն ինչը պատմել, նա այդ արդեն իսկ գիտի, իրեն այդ մեր ասելը պետք չի։ Если мы говорим, что мы сожалеем, Бог знает, мы сожалеем или не сожалеем. Երբ որ մենք ասում ենք, որ զղջացինք, Աստված շատ լավ գիտի, մենք զղջացել թե ոչ։ Поэтому скрыться от Него нельзя. И также написано, но все обнажено и открыто перед очами Его. Նրանից թաքնվել չի լինի, որովհետև ասվում է, որ նրա առաջ ամեն բաց է, нրա աչքերի ամեն ինչը բաց է, նրա աչքերի առաջ ամեն ինչ པարզ երևում է, թաքնվել չի լինի։ Значит, обнажено и открыто. Два интересных слова. Այստեղ որ ասում է նրա առաջ բաց է, ակնհայտ է, երկու բառ, որ օգտագործված է։ Первое слово, как оно у вас переведено? Это вы откуда эти слова сейчас вы говорите? Из текста нашего? Да, Որտե 13 стих. 13-րդ խոսքում, հա, ասում եմ, ես մոտ ոնց են թարգմանված այդ բառերը։ Ստակ է եւ ակնհայտ։ Ձեր մոտ ոնց է ձեր թարգմանությունը։ Ինչ։ Մեր։
Даже в армянском, ну, в переводе, что у них есть, как бы голый, настолько открыто. Да, это буквально хороший перевод. Ասում ձերը բառացի եւ շատ լավ թարգմանությունն է։ Ну, греческое слово, которое здесь используется, гумнос, звучит так. Հունարեն բառը հնչում է այսպես ումնոս, От этого греческого слова, наверное, и в вашем языке есть слово гимнаст. եւ հենց այդ հունարեն բառից էլ երևի ձեր լեզվում էլ այդ մարզիկ գիմնաստ, այդ մարմնամարզիկ բառը կա։ Ну, вы знаете, что в древности, когда греки занимались спортом, они бегали без ничего. Հին ժամանակում հույները, երբ որ սպորտով էին զբաղվում, նրանք մերկ էին վազում։ Да, поэтому э, автор говорит, что перед Богом все открыто. Он, Ուստի հեղինակն ասում է Աստծո առաջ ամեն բան բաց է։ и второе слово, как перевели у вас? Պաստորեն իմ մոտ հստակ է։ Երկրորդ ակնհայտը իմ մոտ ակնհայտ է։ Ձեզ մոտ ինչ է։ Բաց է նրա աչքերի առջև, բաց է, открыто. Открыто։ Мгм. Ну, греческое слово трахелизо. Հունարեն տրախելիզո բառն է, Есть в медицине слово трахея. բժշկության մեջ կա տրախեա բառը, Трахея где находится? որտեղ է գտնվում այդ տրախեան։ Ну, это медицинское А вы не слово. знаете? Это я знаю. Вот здесь. Да, это шея. Эс պարանոցի մասից Ну, дыхательные пути. շնչառական ուղիները։ Поэтому картина следующая, что Бог видит, перед ним все открыто, Ինչ պատկեր է ստացված, տեսնում է, նրա առաջ ամեն бан բաց է, и второе, что означает открыто? եւ Открыто, բաց открыто ակնհայտը, горло. այսինքն նշանակում է, որ այստեղ կոկորտը այս մասն բաց И тут меч. եւ այստեղ սուրը դրված։ Поэтому буквально как означает, ну как, схватить за горло и бросить на землю. Բառացիորեն դա ինչ է նշանակում։ Կարծես կոկորտից բռնել ու գետնին տապալել։ Другими словами, Бог берет грешника и бросает его вниз, хватая за горло. Այլ խոսքերով ասած, կարծես Աստված այդ մեղավորներին այդպես բռնում է կոկորտից ու գետնին տապալում։ И он лежит на лопатках и меч возле его шеи. Եվ նա էլ այդպես թիկունքի վրա գետնին ընկած է եւ դաշույնն էլ նրա կոկորտի վրա է գտնվում։ Вот столько шансов у грешника избежать Божьего суда. Այսինքն մեղավորի համար Աստծո դատաստանից փախնելու շանսը, հնարավորությունը այդքան փոքր է, այդքան քիչ։ Это нуль. Այսինքն զրոյական։ Поэтому отрывок говорит, что каждый грешник даст отчет Всевышнему Богу. Այս հատվածը ասում է, որ ամեն մեղավոր բարձրալ Աստծուն հաշիվ է տալու։ И однажды мы все будем иметь дело с ним. Եվ մի օր մենք բոլորս էլ գործ ենք ունենալու նրա հետ։ Поэтому лучше войти в его покой, Ուստի ավելի լավ է մտնել նրա հանգստի մեջ, чем проявить неверие, и мы окажемся поверженными Богом на лопатки с мечом у нашего горла. քան թե անհավատության մեջ ընկնել կամ անհավատություն դրսևորել եւ ի վերջո հայտնվել այդպես գետնին ընկած
մեջքով գետնին ընկած եւ այդ դաշույնն էլ մեր կոկորտի վրա դրված այդ դիրքով լինենք Աստծո առաջ։ Поэтому выбор, кажется, надо сделать правильный. Եվ թվում է պետք է որ ընտրությունը ճիշտ կատարենք։ Э, Это когда мой сын родился, э, то я пошел регистрировать его имя, и две женщины спрашивали, а как вы назвали, а почему вы назвали своего сына так, а не иначе? Ասում են, երբ որ տղասվել էր ու ես գնացի, որ նրան արդեն գրանցումը անեմ, եւ այնտեղ հարցնում են, բա ինչու եք այդպես անվանել, ինչ այդ անունը տվել։ Я сказал, ну, мы назвали его Марк. Մենք նրա анունը Մարկ էինք դրել, И они сказали, а почему именно Марк? Кто решил, ты или ваша жена? Я говорю, мы вместе. հարցնում են, ինչու հենց Մարկ, ով է որոշել, դուք, ձեր կինը, ասում եմ, մենք միասին ենք որոշել։ И потом они еще что-то спрашивали, я решил пошутить просто. Էլի հարցեր էին տալիս, ես էլ որոշեցի կատակել, Я сказал, ну, у нас было два варианта. ասում եմ, երկու տարբերակ ունեինք, Марк и Дормидонт. Մարկ կամ Դարմիոնտ, И они так, что? ես զարմացած հարցնում են, ինչ, И я сказал, ну, мы выбрали Марк. ասում եմ, դե որոշեցինք Մարկը ընտրել։ Бог предлагает, вот спасение и вот суд. Աստված Ну, առաջարկում է, ահա սփրկությունը, ահա դատաստանը։ Я не думаю, что долго нужно думать, чтобы принять правильное решение. Ես չեմ կարծում, որ ճիշտ որոշում այստեղ կայացնելու հարցում արժե երկար մտածել։ 14-15 стих. 14-15 խոսքերը։ Поэтому мы видим три причины, почему нам нужно войти. Нам нужно войти, потому что иначе будет суд. Մենք այստեղ 3 պատճառ ենք տեսնում, թե ինչու պետք է մտնենք, այլապես դատաստան կլինի։ Вторая причина. Երկրորդ պատճառը, Нам нужно войти, потому что Бог предлагает нам величайшего первосвященника. մեզ պետք է մտնել այդտեղ, որտեղ Աստված առաջարկում է մեզ մեծագույն քահանայապետ։ И Он делает этот покой возможным. Եվ նա այդ հանգիստը հնարավոր է դարձնում։ Поэтому наш первосвященник великий, он прошел небеса. Ուստի մեր քահանայապետը մեծ է եւ նա երկինքներով անցած է։ Он Иисус, Сын Божий. Նա Հիսուսն է, Աստծո որդին։ И поэтому нам стоит держаться нашего исповедания. Ուստի մենք արժե որ ամուր պահենք մեր դավանությունը։ И он достоин того, чтобы доверять ему, поскольку он может нам помочь. Ուստի նա արժանի է որ մենք իրեն վստահենք, որովհետև նա կարող է մեզ օգնել։ Он может помочь нам в наших слабостях. Նա կարող է մեզ օգնել մեր տկարությունների մեջ։ Поэтому у нас нету аргумента к Богу, ты не понимаешь, через что я прохожу. Ուստի մենք չենք կարող Աստծո առաջ ինչ որ փաստարկ բերել ասելով դու չես պատկերացնում, դու չես հասկանում ես ինչերով եմ անցնում։ Но Христос был испытан во всем. Քրիստոսը ամեն ինչով փորձվեց։ Кроме греха, и, следовательно, Он может нам помочь. Եվ նա անմեղ գտնվեց ամեն ինչում, հետևաբար ինքը կարող է մեզ օգնել։ Некоторые смотрят на это утверждение, кроме греха, и думают, что, ну, все равно получается как-то нечестно. Мы грешники, а он не грешник. Он до конца нас не понимает. Он не понимает, какие искушения мы испытываем. Ոմանք այս բանը փորձում այսպես բացատրել, ասում են դե իհարկե ինքը անմեղ է,
անմեղսունակ, ինքը մեղք չի գործել, դրա համար էլ մեզ չի կարող լավ հասկանալ, իսկ մենք մեղսալի ենք, նա չի պատկերացնում ինչ գայթակղություններ են գալիս մեր առջև, А, Но на самом деле все так, но наоборот. իրականում ամեն ինչը այդպես է, բայց հակառակ ձևով։ А, Тот факт, что Иисус Христос был совершенный, означает следующее. Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը կատարյալ է եղել, նշանակում է հետևյալը։ Я думаю, вы наблюдали над своей жизнью с момента покаяния, и если вы уже не один год с Господом, что борьба с грехом, она увеличивается в определенной, скажем так, силе. Եթե դուք արդեն իրոք երկար ճանապարհ եք գնացել, կարծում եմ դուք հասկանում եք, որ մի տեսակ մեղքի դեմ պայքարելը գնալով, ասես ուժի առումով է մեծանում, այդ պայքարը ուժեղանում է մեղքի դեմ։ Если после покаяния мы могли, скажем так, встретившись с искушением, легко грешить сразу. Եթե մենք ապաշխարությունից հետո ինչ որ գայթակղությունը կար, մենք հեշտությամբ կարող ենք մեղքի մեջ ընկնել։ То с течением времени, чем больше мы пребываем в Божьем Слове, следуем за Господом, Дух Святой дает определенные силы, чтобы бороться с этим грехом и противостоять ему. Ապա ժամանակի ընթացքում, որքան մենք ավելի ենք մնում ոսկի մեջ, Սուրբ Հոգին մեզ ավելի ուժ ու զորություն է տալիս, որ այդ ուժգնությամբ եկող փորձություններին կարողանանք դիմանալ։ И поэтому мы можем научиться в определенных контекстах и приобрести терпение. Ուստի մենք կարող ենք սովորել որոշակի միջավայրերում կամ համատեքստում համբերություն ձեռք բերել։ И я помню один момент в церкви, когда мы оставляли одну молодую семью, которая имела семейные проблемы с родственниками в квартире, где они вместе жили. Հիշում եմ մի ժամանակ մենք խորհրդատվություն ենք անում մի երիտասարդ ընտանիքի, ովքեր խնդիրներ ունեին իրենց ընտանիքի բարեկամների հետ, որոնց հետ միասին նույն տեղում էին ապրում։ Но наша семья, мы также жили вместе с родителями. Իսկ մեր ընտանիքն էլ մենք էլ էինք մեր բարեկամ ծնողների հետ ապրում։ И тесть неверующий, он сказал нам очень много проблем, трудностей в нашей жизни. Եվ աները անհավատ էր եւ ինքը բավականին դժվարություններ էր առաջացնում մեր կյանքում։ И поэтому где-то наши ситуации были параллельны. Ոստի ինչ որ իմաստով մեր եւ այդ ընտանիքի իրավիճակները նմանություն ունեին։ И поэтому, когда я сказал этому брату, что происходит у меня дома, то Ոստի получилось... եղբորը ասացի թե մեր տանը ինչ է կատարվում, то получилось, что по сравнению с его проблемой это совсем не проблема. ապա ստացվեց, որ իմ ունեցած խնդիրը, եթե համեմատենք իր ունեցածի հետ, իրենը ընդհանրապես խնդիր չի։ Но откуда у меня взялось это терпение? Բայց որտեղից է ինձ եկել այդ համբերությունը։ Потому что до этого у меня было много других проблем поменьше, но Бог меня учил, и я с женой могли больше доверять Богу, и, следовательно, очередное испытание давало нам возможность проявить больше доверия и терпения. Ոստի քանի որ մինչև այս վիճակը մենք ժամանակի ընթացքում ավելի փոքր խնդիրներ ենք
ունեցել, դրանով սովորել էինք, ավելի համբերատար էինք դարձել, ու երբ որ հասանք այս վիճակին, կնոջս հետ միասին, մենք կարողանում էինք դրսևորել համբերատարություն այս մեծ խնդրի ժամանակ։ Но все равно время от времени мы падаем и не доверяем Богу в некоторых моментах. Այդուհանդերձ ժամանակ առ ժամանակ մենք չենք կարողանում Աստծուն վստահել հավատալ ինչպես որ պետք է եւ անկումներ ունենում ենք։ Но Христос, в отличие от нас, когда подвергается испытанию, Он Բայց ի выдерживает испытание по максимуму. տարբերություն մեծ, երբ որ Հիսուսն է փորձությունների առաջ լինում, նա ավելի դիմացկուն ու դրանցով ավելի ուժեղ ձևով է անցել, քան մենք։ Он стал настоящим человеком, и как человек он ощущал на себе все испытания по максимуму. Նա դարձավ իսկական մարդ եւ մարդ լինելով այդ բոլոր գայթակղություններն ու փորձությունները ինքը կարողացավ շատ լավ զգալ եւ վերապրել։ Поэтому Христос нас понимает лучше, чем даже мы себя понимаем. Առավելագույն ձևով, ուստի Քրիստոսը մեզ շատ ավելի լավ է հասկանում, քան ինքներս մեզ։ Поэтому наш великий первосвященник, он может сочувствовать нашей боли и спасать тех, кто приближается к нему. Ուստի մեր մեծ քահանայապետը կարող է մեզ կարեկից լինել, հասկանալ մեր ամեն ցավ ու դարդ եւ օգնել մեզ։ Его ненавидели, его предавали, с него смеялись. Նրան ատում Он էին, знает նրան такие моменты. դավաճանեցին, նրան ծաղրեցին, ինքը այդպիսի պահերը գիտի։ И третья причина, мы видим, почему необходимо поспешить войти в этот покой, поскольку Бог предоставляет нам великие обетования. Եվ երրորդ պատճառը, թե ինչու է մեզ պետք մտնել այդ հանգստի մեջ, այն է, որ Աստված մեծագույն խոստումներ է տալիս։ Поэтому мы видим третья причина, величие Божьего суда. Եվ մենք տեսնում ենք երրորդ պատճառը Աստվածատաստանի ահեղ լինելը, великий первосвященник, մեծ քահանայապետ ունենալը, который обеспечивает нам этот покой, и у нас есть великие обетования. Մեծ քահանայապետը, որ կարող է մեզ այդ հանգստի մեջ մտցնել, եւ երրորդն էլ մեզ համար կան այդ մեծ խոստումները։ Поэтому мы можем, 16 стих, прийти к Богу и получить милость. Ուստի 16-րդ խոսքում մենք կարող ենք գալ Աստծո մոտ եւ նրանից ողորմություն ստանալ Получить избавление от последствий греха. եւ մեղքի հետևանքներից ազատում ստանալ։ И мы также можем получить эту благодать, этот дар. Եվ նույն ձևով մենք կարող ենք ստանալ այդ շնորհը, այդ բարգեւը։ И это мы можем обрести, если мы придем, приблизимся к Нему. Եվ դա կարող ենք ձեռք բերել, եթե կանք մոտենանք նրան։ Поэтому мы должны увещевать людей, чтобы они это сделали сейчас. Եվ մենք պետք է մարդկանց հորդորենք, որ իրենք այս բանը հիմա անեն։ Слово дерзновение говорит о том, что должны приходить с уверенностью. Եվ այդ նախանձավորությամբ Աստված բառը այն է, որ մենք համարձակությունով, вստահությունով գանք։ Поэтому почему мы имеем такую смелость приходить к Богу? Եվ ինչու մենք ունենք այսպիսի համարձակություն Աստծուն մոտենալու։ Потому что у нас есть достаточно силы, мудрости. Мы доказали, что мы чего-то достойны. Այն պատճառով, որ մենք բավականաչափ ուժեղ ենք, իմաստուն ենք եւ ապացուցել ենք ինչ որ ձերով, որ արժանի ենք դրան։ Ну, причина не в нас, причина в Иисусе. Ոչ, պատճառը մեր մեջ չէ, այլ Հիսուսի։ Поэтому это
уверенность, она э, основана на не нашем деле, а деле, которое совершил Иисус Христос. Ուստի մեր վստահությունը հենվում է ոչ թե մեր արած գործերի վրա, այլ Հիսուսի կատարածի վրա է մեր վստահությունը։ Поэтому есть причины для того, чтобы войти. Ուստի կան պատճառներ, որոնց համար մեզ պետք է մտնել դրա մեջ։ Для некоторых достаточно первой причины. Ոմանց համար բավարար է հենց առաջին պատճառը, Но другие приходят к Богу, это не главная причина, что они знают, что суд Божий, но они также знают, что сделал для них Христос. բայց ոմանք Աստծուն գալիս են ոչ թե գլխավոր այն պատճառով, որ այդ դատաստանը կա, այլ իմանալով, թե Քրիստոսն իրենց համար ինչ է արել։ Или они приходят к Богу, потому что Бог дал обещание. Կամ էլ գալիս են Աստծուն, որտեղ Աստված խոստումներ է տվել։ Но я думаю, это хорошая глава, которая представляет нам такую евангелизационную проповедь на сегодня. Ես կարծում եմ, որ այս գլուխը շատ լավն է, որ այսօրվա համար, ավետարանչության համար մեզ շատ լավ նյութ է տալիս։ Поэтому нас ожидает прекрасный покой, который нам трудно себе вообразить. Ուստի մեզ մի աննկարագրելի հանգիստ է սպասվում, որը խոսքերով բնութագրելը դժվար է։ Есть вопросы? Հարց կար։ Վապրոսի դա ես բայց Լիանա ջան ասա կանանք ընդվիճում անենք, որովհետև գերակուրը եկավ էլի, որ չսա հետո нор միանգամից. Хорошо, он говорит, есть вопросы, но нам сейчас лучше взять перерыв, потому что вот перерыв, ланч уже на месте. Уже приехал, да? Да, приехал. Понял. Փորձության արդյունք էլի. And мы перед искушением стоим. Я понял. Հասկացանք. Я не могу вам сочувствовать. Չեմ կարող ձեզ կարեկցել։ Хотя я помню, что я иногда тоже был голодный, но сейчас я не голодный. Հիշում եմ ժամանակ արիցել է սոված լինում, բայց հիմա սոված չեմ։ Мне нужно еще 2 часа ждать, чтобы у меня был обед. Ինձ դեռ 2 ժամ պետք է ասել, որ իմ ճաշի ժամը հասնի։ Вот, хорошо, приятного аппетита. Мы собираемся тогда когда? Մենք պաստորեն վերադառնում ենք երբ։ Մոտավոր 2:30 կողմեր Լիանա ջան։ 2:30 Виптից։ В 2:30? Да։ Это через 1,5 часа. Или когда? Ժամուկից։ Ոնց է ստացվում ժամուկեսից։ Да. 2:30 по-вашему, да? Да։ По-вашему будет 2:40. 30. Քանիսին ենք գալի։ 2:40 կգան։ Երեք ուղղակի մենք 5 ժամ արեցին, որովհետև ուշացել, 2:40. 2:40։ То есть 2:40։ Хорошо, добре. Լավ։ Давайте в 2:40. 2:40։ Լավ։ Хорошо. Да, приятного аппетита, отдыхайте. Спасибо, брат.